Ամուսնացած ենք արդեն 13 տարի։ Հանդիպել ենք երկուսս էլ, որ հիմա ասեմ որտեղ, ում ասում եմ, բոլորն էլ ժպտում են, ծիծաղում են, ուրեմն Գեղամյանի երիտասարդական կուսակցությունում, բայց ոչ որպես անդամներ, ուղղակի մեր հասարակական գործունեության ընթացքում երկուսս էլ տարբեր տեղից, ինքը մանկավարժական համալսարանի ուսանող էր այդ ժամանակ, այնտեղի ուսխորհրդից էր եկել, ես էլ Սլավոնական համալսարանում էի սովորում, այնտեղից եկան ու հանդիպեցինք, սերը շատ ուժեղ էր, 1.5 տարի հետո դրանից ամուսնացանք մենք, ունենք 3 որդի, տղաներ, չգիտեմ մեր կյանքի իմաստը, բայց այս 13 տարիների ընթացքում այս ճանաչողները գիտեն մանավանդ Ներսեսին ոչ մի անգամ չի խուսափել իր քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը հայտնելու բոլոր հանրահավաքներին, չգիտեմ բողոքի ակցիաներին, ինչ թեմայով ուզում է լիներ, ով ուզում է կազմակերպած լիներ, եթե ինքը գտնում էր, որ պետքա ինչ-որ բողոքի խոսքը բարձրացնել, ինքը պետքա ներկա լիներ։ Այդ պահով էլ ինքը ինձ թվում է աչքի անգել, որտեղ 2 անգամ բերման ենթարկվեց։ Դրա համար այդ մայիսի 31-ին հենց իրեն եկան տանելու, ճիշտ է, չի հասկանում ինչում նախնդիրը, ինչ զենք, ինչ ռազմամթերք, բայց իմ մտքով առաջինը անցավ, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է իր նկատմամբ։ Նախաքննությունն ավարտվեց ու հանձնեցին Արայքին Պապիկյան մեր նյութերը, տեսնում ենք, որ բացարձակ ոչ մի բան չկա։ Այսինքն ինչպես սկզբից գիտեինք, որ այդ 2 հոգու ցուցմունքներն են ընդամենը եղել, նենց էլ հիմա, երբ որ ամբողջ նյութերը Արայիկի մոտ է, ու դա ինձ հիմք է տալիս, այսինքն պնդելու, որ այդ ուղղակի հետապնդում է ու անձնավորված հենց։ Մայիսի 31-ին այդ օրը հիշում եք հարկավ, ինչպես եղավ իր ձերբակալումը։ Ուրեմն լուսադեմ էր, դեռ նոր լույսը բացում էր, 6:30-ի մոտ էր։ Ես ասենք արթնացա դրան այդ խփոցից ու զարմացա էլի մտածեցի ես ինչ աղեմ մտածեցի առաջին բանը որ երևի կիսուրս է վատ մենք մի բակում ենք ապրում տենց արագ եկել եմ որ դուռը բացեմ ու տեսնեմ ամբողջ բակը տղամարդիկ են որոնցից կեսը սև լրիվ շորերով դիմակավորված սենց Բա մտածեցի կարող է կինո են նկարում, ինչ են անում։ Հետո երբ որ արդեն ներկայացա, որ իրանք քննչական կոմիտեից են, վկայականը ցույց տվեց քննիչը, ավագ քննիչը, ու պետքա խուզարկություն կատարենք։ Ասեցի, ինչ եք ման գալիս։ Դատական որոշումը։ Հա, դատական որոշումն է, սանկցիաներով ամեն ինչով իրանք եկել էին պատրաստված։ Ասեցի, ինչ եք ման գալիս, բացենք։ Ասեցի, եկեք ասեցի։ Ու նենց բնականաբար շատ վստահ եմ, որ իրանք ստեղից բան չեն գտնելու ու գնալու են։ Եկան, հա, ես թույլ չտվեցի դիմակավորները մտնեն մեր տուն, որտեվ ամեն դեպքում երեխաները քնած են, այտենց էլ տեսնեին տեղից Ներսեսին մի անգամ բերման ենթարկելուց, երբ որ այդ միտինգների ժամանակ մենք համակարգիչով նայում ենք իրան ոնց են տանում, բան, երեխան անզգուշաբար տեսել էր ու շատ էր վախեցել այդ ոստիկաններից, բան, համար չեմ թողել ու ասենք հարգեցին իմ խոսքը, քննիչները չթողեցին, որ դիմակավորները մտնեն, իրանք անցկացրեցին խուզարկությունը։ Ընթերականներ, այո, հարևաններից մենք կանչեցինք։ Եկան երեխեքի դոշակների տակ էին ման գալի զենքը։ Ասեցի, ասենք զենք ենք պահում, չեք մտածում մարդ կտանի իր 5 տարեկան երեխու դոշակի տակ զենք տնի։ Հետո պահարանը բացեցին, մի ամբողջ պահարան զենք զինամթերք էր մանկական։ Ասեցի, հեսա, մեր ունեցած զենքը հեսա, եթե պետքա վերցրեք տարեք։ Իսկ այս 8 ամիսները ինչպես եք դուք անցել, ինչպես ընտանիքը գոյատևել առանց միակ կերակրողի եւ 3 երեխաները ձեր խնամքին, այն դեպքում երբ դուք չեք ունեցել աշխատանք, ամենայն դեպս ինչ-որ ժամանակ չեք ունեցել աշխատանք։ Դե բնականաբար շատ դժվարությամբ են գոյատևում հարազատների օգնությամբ մեծ մասը ես ինչ-որ պահերի աշխատանք եմ ունեցել, ուղղակի ինչքան է ֆինանսականը շատ դժվար է, իմ համար այդ հոգեբանական ավելի դժվար է։ Ես որ հիմա այս ամիսների ընթացքում ասում եմ մեր տունը մեռած է, բոլորը շուռ են գալի տանոթ 3 երեխա ունես, ոնց կարա տունդ մեռած լինի, բայց իսկական առանց Ներսեսի մեր տունը տուն չի, իսկ չգիտեմ։ Երևի մենք հետո շատ որպես ընկերներ ենք ամեն ինչը հաղթարել, մենակ ինքն ինձ չի որ ամուսին առաջի հերթին ես ու ինքը ընկերներ ենք
չգիտեմ 2008-ին փոքր մեծ տղաս 2 տարեկան մենք իրար հետ այդ հանրահավաքներով շատ բանի միջով ենք իրար հետ անցել, ամենալավը իրան ես եմ հասկանում։ Ինքը այդ գիտի ու ես հիմա հասկանում եմ ինքը այնտեղ ինչի համար է, ես չգիտեմ ոչ իրան ուզում եմ բոլոր բարեկամներ ասել ինքը ինչ գործ ուներ, ինչի էր այդ դիրքը ընդունում, բայց իմ համար շատ դժվար է, որ իմ երեխեքը առանց պապա են հիմա, բայց ես իրան էլ եմ հասկանում, էլի։ Ես վերջի դատի ժամանակ ուղղակի փակ դռան հետևից լսեցի, որ ինքը դատարանում հայտարարություն արեց Ներսեսը, որ իրան ուղիղ ասել այդ քննչական խմբի ղեկավարը, որը հիմա անցավ Թոշակի արդեն էլ չի աշխատում, Մակինյանը, որ ես քեզ 25 տարի փդցնելու եմ Բերդում։ Իրանց ուղղակի սենց սկզբում վախացնում են, բերման են ենթարկում, ընտեղ են ինչ-որ զրույցներ տանում, հետո աշխատում են ինչ-որ թաղային երևի հեղինակությունների շնորհիվ հասկացնել աղբերավարի սենց ասած, որ դու սխալ ես անում, որտեղ մենք բավականին ավանում էլ, ասենք 2008-2009 թվականներին բավականին ստեղ այդ հակի քարոզարշավին էինք մասնակցում ու բավականին խնդիրներ ունեցանք այստեղ ամեն ճանապարհով փորձում են ուղղակի լռեցնել, կոտրել։ Հետո ինձ թվում է նման մարդիկ պետք չի որ ստեղ չեն ուզում, մեր ղեկավարությունը չի ուզում, որ իր իրավունքները գիտակցող իրավունքների համար պայքարող մարդը ապրի այստեղ։ Ամեն ինչ անում են, որ մարդիկ հիասթափվեն, թքեն, թողեն գնան, էլի, որ ստեղ էլ ես ինքս 3 երեխա մեծացնելով մտածում եմ սենց որ շարունակվի իմ երեխեքը ինչ են անելու։ Ոնց պետք է ապրեն ստեղ։ Ես ոչ ինձ տեղից դուրս եմ պատկերացնում, բայց չեմ պատկերացնում այդ երեխեքը ինչ պետք է անեն։ Հացադուլներին գալով 30 օր հացադուլ արեց, 7 օր ջրադուլ եւ հացադուլ միասին եւ պայքարում էր որպեսզի կալանքը վերանայվի, այդպես էլ որևէ արդյունք չեղավ։ Այդ օրերը ինչպես ես հիշում։ Այդ մղձավանջ է ուղղակի այդ օրերը ու ես չգիտեմ այդ 30 օրից հետո որ ես մի քիչ հանգստացա որ ինքը հացադուլը դադարացրեց այդ 7 օրանոց այդ մղձավանջը որ ամեն պահի ես իրա բռնվելուց հետո չէի կարողանում տանը ճաշ եփեմ 3 տղա երեխա են ես ճաշ ասելով քանի ամիս ճաշ չեմ եփել այն որ քո կոկորտով ոչ մի բան չի գնում այդ, հա, բայց որ ես մինչև երեխեքին հաց էի տալի, որ ուտեին, իմ համար չգիտեմ, ահա։ Ինքը ես չկարողացա ուղղակի իրեն, քանի որ ոչ տեսակցություն կար, ոչ էլ չկարողացա իրեն հետ խոսեմ, ասեմ, որ չի ազդելու դա մեկը։ Ինձ թվում է ավելի շատ նույնիսկ իրանց ոնց որ ինատի էլ է գցում։ Ինչ եք սովորաբար տանում իրեն։ Հիմա արգանակներ տարբեր ասենք, որ սննդարար լինի, բայց հեշտ մարսվի, կաթնամթերք, միրգ։ Վահե դուք Ներսես Պողոսյանի եղբայրն եք, արդեն 8 ամիս է գալիս եք այստեղ, բերում եք հանձնուկներ, այլ նոր հանձնեցիք հերթական հանձնուկը դուրս է եկել հացադուլից եւ ջրադուլից։ Հա, նոր մի քանի օր է որ դուրս է եկել։ Իհարկե դեռ լավ չի։ Նոր էստեղ էր նաև փաստաբանը, այո։ Հա, ես տեսա իրան, ասեց որ ոտքերը նորից ուռել է։ Դե չի հասկանում ինքը ինչ որ ցավեր ունի, չգիտեմ, լյարդից է բողոքում, պոշկեկից, կոնկրետ ինքն է չի հասկանում։ Հա, բայց բժիշկները ասում է գալիս են, նոր էլ ասում է եկել են, տեսել են իրան, շուշուտ են գալիս։ Բայց իրավիճակը լավ չի, դե հիմա բժիշկը ինչ անի, որ լավ չի։ Հիմա տեսնենք։ Տեսակցություններ ունեցել եք իր հետ։ Հա, ունեցել եմ շատ, եւ ամենաշատը ես եմ տեսել իրան հարազատներից։ Վերջին անգամ երբ եք տեսել։ Ու չեմ ուզում որ ոչ մեկ տեսնի, էլի բացի ինձանից։ Չեմ ուզի կինը տեսնի, չգիտեմ։ Մայրն է մտել 2 անգամ, էլ չեմ ուզում որ մայրն, որովհետեւ ինքը շատ հյուծված է։ Երեխաները ինչպես են արձագանքում։ Փոքրերս չգիտեն, ճիշտ է, ինչ որ բաներ ինձ թվում է իրանք ականջներով անընդհատ ընկնում է, մեկ-մեկ որ այս հացադուլի, ջրադուլի ժամանակ որ վատ էր, բան մամա պապային ինչ է եղել, բան տենց հարցնում են, բայց իրենց ասել ենք որ պապան Ռուսաստանում է, 6 տարեկան։ 6 նոր պետք է լռանա։ Դե մեծս էլ արդեն ամեն ինչ գիտի, բնականաբար չի կարելի զերծվել դրանից, ինքը գնաց մի անգամ տեսավ պապային, շատ ուզում անընդհատ ամեն գնալուց այնտեղ գնամ պապայի մոտ,
Ուղղակի հիմա կոնկրետ հիմա չենք ուզում, որ այդ վիճակում տեսնի, որտեղ Ներսիսը շատ հյուծված է, դժվարությամբ բակայլում, բան չեմ ուզում երեխան պապային այդ վիճակում տեսնի։ Մոտ 2 ամիս մենք ընդհանրապես ոչ ոք իրեն չէր տեսնում, հետո կալանքը երկարացնելու ժամանակ, երբ որ դատարանի վակում հանդիպեցի էլի այդ Մակինյանին ու հարցրեցի, ասեցի, ինչու նախնդիրը, որ տեսակցություններ չեք անում, ասում ես տեսակցությունները արգելափակումը հանել եմ արդեն, ասում ես կներեք, մենք որտեղից պետք է իմանանք, որ դուք տեսակցությունները արգելափակումից հանել եք, ասում դա իմ ֆունկցիաների գործառույթների մեջ չի մտնում։ Ու իմ կիսուրը ամեն անգամ երբ որ Ներսեսին հաց էր տանում, ինքը այնտեղ հարցնում էր, ասում էր տեսակցությունները հանել են, թե արգելք հանել են, թե չէ, ասում են չէ։ Պարզվեց Մակինյանը ոչ Նուբարաշեն էր ուղարկել այդ արգելանքը հանելու մասին որոշումը, ոչ մեզ էր տրամադրել այդ տեղեկատվությունը։ Հենց դատից հետո տեքրես մեքենայով գնացել է, քննչական կոմիտեից վերցրել է այդ թուղթը, որ տանի Նուբարաշեն, որ այնտեղ իմանան, որ Ներսեսի տեսակցությունները բացել։ Դատարան ոչ մի բան հաշվի չառավ, ոչ բնութագրերը, քվանտումա սովորեմ, մանկավարժականում այնտեղից բնութագրեր ենք բերել, ընկերների, հարևանների բնութագրերը, ոչ մի բան դատարանը հաշվի չառավ այս 3 երեխաներին։ Դուք կարծում եք իրավական տիրույթից դուրս է այս գործը եւ միայն բացառապես քաղաքական եք բնութագրում։ Այո։ Իսկ իրավապահներին ինչ կոչ կանեիք, ինչ որ ասելիք կա իրավապահ համակարգին։ Իրավապահ համակարգին ինչ պետք է սկանից հետո ասեմ, ուղղակի երևի որ այդ օրենքները, որ իրանք տենց լավ մեջ բերում են, իրանց պետք է կաց մասերով, կոնտեքստից կտրված, թեկուզ նույն Եվրադատարանի որոշումներն են պատճառաբանում այդ իրանց որոշու կալանքի մասին, երկարացման մասին որոշումները, մի քիչ ավելի խորը մտածեն, ու մի քիչ երևի մարդասիրության սկզբունքը իրանք կիրառեն ուղղակի իրանց պրակտիկայում, որտեղ այդ սկզբունքն էլ է մեր քրեական օրենսգրքով ամրագրված։ Ոչ միայն այդ սկզբունքը, գիտես նաև օրինականության, արդարության, օրենքի առջև բոլորի հավասարության։ Այո, ես այդ բոլոր սկզբունքները պարոն գլխավոր դատախազի տեղակալի հետ ես բոլորի մասին խոսել եմ, իրան փորձել եմ ապացուցեմ, թե այդ բոլորի օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, թե օրինականության մասին, բայց իրենք ամեն ինչը մեկնաբանում են իրենց տեսանկյունից, այնպես ինչպես որ իրենց է ձեր։ Այ ասացիր, որ արդարացման դատավճռի չես սպասում եւ չես ակնկալում, այ ինչու։ Որովհետեւ ուղղակի ներկա պահին ես մեր դատարաններում այդ պոտենցիալը չեմ տեսնում, որ իրանք ուղղակի կարող է գործը վերցնեն կարթան ու իրանք ընկալման, ոչ թե վերևից ինչ որ ասացի, իրանք ուղղակի գնահատական տան դրան։ Ներսեսին ուզում եմ ասեմ, որ հացադուլ ինքը չդիմի այդ կտրուկ քայլերին, որ իրան են վնաս պատճառում։ Ինքը արդեն բոլոր պայքարի ձևերը իր կյանքի ընթացքում փորձել է, հիմա ուղղակի թող վերականգնվի, ինքը գիտի, որ իր փոխարեն մենք պայքարում ենք, հաստատ ինքը թող չմտածի, որ ինքը հացադուլով կամ ինչ-որ ուրիշ կտրուկ քայլերով ինչ-որ բան քայլանելը հիմա մեր հերթն է, իմ իր փաստաբանի իր ընտանիքի ու մենք հաստատ չենք նստելու ձեռքներս ծալած։ Իսկ հասարակության։ Հասարակության խնդիրը չի սա։ Չէ, հասարակության խնդիրն է։ Միշտ ես ինձ այդ հասարակության խնդիր, ես էլ Ներսեսն էլ այդ հասարակության մաս համարելով միշտ պայքարել ենք, ես եթե ուզում եք հետո նկարներ էլ կարող եմ ցույց տամ, անընդհատ իմ աչքի առաջ են 2008 թվականին, երբ որ կային քաղբանտարկյալներ, նույն պարոն Սեֆիլյանը իրան ազատելուց ես էլ եմ իմ տղայի հետ գնացել։ Մենք շատ ենք պայքարել, զուտ մեզ որպես հասարակության մասնիկ համարելով մենք միշտ դուրս ենք եկել, մեր խոսքը ասել ենք, հիմա ես դա հասարակության մեծ մասի մոտ չեմ տեսնում, ճիշտն ասած, իմ համար շատ ցավալի է։ Վախեցնում են այսպիսի օրինակներով, համ վախացնում են, համ ժողովրդին գցել են այն վիճակի մեջ, որ արդեն ամեն մեկը լուծում է իր մի փոր հացի խնդիրը ու արժեքներն են փոխվում մարդկանց։ Այսինքն մարդ մտածում է իր այդ գոյություն ուղակի պահպանելու մասին, բայց չի մտածում, որ ինքը այսօր ուշադրություն չի դարձնում իրավունքների պաշտպանությանը, հենց իր կողքի չէ, իր իրավունքները ոտնահարում են, ինքը դա կուլ է տալիս։
Դրա համար ճիշտն ասած հասարակությունից էլ շատ մեծ բազ է։ Աստված տա ես սխալվեմ, ես ու Նարսեսը միշտ բանավիճում ենք այս հարցը, որտեվ ես ահագին հիասթափված եմ եղել այս քանիս վերջի քանի տարիների։ Ինքը գնում էր այդ հարահավաքներին, ինքը հետաքրքրվում էր Facebook-ով, ես չէ։ Ես ուղղակի կարդում էի, իմ մեջ վերլուծում էի ու վերջ միշտ իրար հետ վեճերի մեջ ենք, որ ես ասում էի, այս ժողովուրդը արդեն ուրիշ արժեքներով է ապրում։ Մեծ մասը, չեմ ուզում բոլորին իհարկե պիտակավորել։ Հիմա երեք հիասթափված, թե լավատեսություն կա, այնուամենայնիվ ինչ-որ Չէ, ինչ-որ հույս կա, որովհետև այս ամիսների ընթացքում ծանոթացա շատ մարդկանց հետ, ովքեր դեռ պայքարում են։ Ճիշտ է, շատ քիչ են իրանք, ես միշտ Նարսեսին ասել եմ, որ տոկոսայինը շատ քիչ է այդ հարաբերակ, բայց իհարկե շատ ուրախանում եմ ամեն անգամ նման մարդու հետ ծանոթանալուց, շփվելուց իմ մեջ շատ մեծ բավականություն եմ ապրում ու Աստված տա, որ իրոք այդ մարդիկ ինչ որ բան կարողանան իրենց քայլերով անեն։